Սամվել Հակոբյան, Մերձավանի հիմնադիր, ապրում եմ 79 տարի ստեղ, ճանաչում եմ բոլորին, հարգված, սիրված, ժողովրդական, ամեն ինչի մասնակից եմ եւ ուրախության եւ տխրության, մի ընտանիքի պես գյուղում եղել է սեր, միություն, հարգանք, վերաբերմունք։ Սկզբնական շրջանում գյուղը կազմված է 17 ընտանիքից։ Այդ 17 ընտանիքը մեր ծնողներն են, որ այսօր չկա, հանգուցյալ աշխարհում են։ Բայց այսօր իրանց ժառանգներն են, իրանց հետորդներն են, մարդիկ, որ Հայաստանի տարբեր ռայոններից տարիների ընթացքում հավաքվել են այստեղ, եղել է աղբյուրություն, հարգանք, սեր, միություն, դուր փակել չի եղել, հարգանք ա եղել, մեկին նեղություն ա եղել, մարդիկ հասել են, հացով, ջրով, ամեն ինչով, փողով, գումարով, կյանքները դրել են, որպեսզի այս Մերձավանը դառնա մի համայնք, որը իրոք դարել է, բայց սա հիմա սա աշխարհը ճանաչում է ինչով, որպես Սիցիլիա։ Ես չեմ հասկանում, ոնց կարելի է մարդը իր տունը քնի ու չկարենա քնի, չկարենա սպասի, երբ պետք է լույսը բացվի, որ ես ինչ եմ ուզում ասածնեմ։ Մարդիկ, որոնք խանգարում են մեզ, դա հիմնական արեցին ինչի համար, որովհետև Վալոջան մի այնպիսի ազնվորություն էր, այդպես չի եղել գյուղում, կարող է 100 տարի հետո նոր ինչ-որ մի բան լինի, ծնվի աշխարհգայ ձևի ժառանգ բերի, որ մարդը իր կյանքը դնի իր ժողովրդի համար, իր հարևանի համար, բոլորի համար, իր ամեն ինչն արեց, որ մեր գյուղը, մեր համայնքը ծաղկանա, բարելավի, կյանք ունենա, բայց այսօր մարդիկ դավաճանի պես եկան իր հողում, իր հայաթում մարդին սպանեն։ Այդ սպանողները պետք է դատապարտվեն։ Օրենքի կողմից, ժողովրդի կողմից, այս համայնքը կեսն է հավաքվել, չեն ապրելու դրանք ստեղ, ըխտոյանները ստեղ իրավունք չունեն ապրեն, պետք է իրանց տները ծախեն, թողեն հեռանան, քանի շուտ է, թե չէ մենք մեր ձեռքով դատաստան անելու ենք, ես չանեմ, ես տարիք սառած մարդ եմ, ամեն վարկյան կարամ իմ բաներին, իմ համախմբած մարդկանց հետ անեմ ու քաշեմ, թող տանեն ինչ ուզում են անեն, բայց մարդ չի կարելի, վերջո օրենք կա, չէ, այս օրենքը թող գա, մեր օրենքը ինչի համար է, ամեն օր նախարար են փոխում, ես են անում, են անում, այդ նախարարը թող մտածի, որ օրենքը մարդիկ իրանց ստեղծել են, որ կարգ ու կանոն ստեղծեն ժողովրդի մեջ, որ այդ կարգ ու կանոնը գործի, ոչ թե մթաշախ տան մարդկանց աչքերը թոս փչելով, սա կարգ չի, պետք է դատավորությունը լինի բոլոր մեր ժողովրդի առաջ, մասնակից դատեն մարդկանց ու վտարեն դրանց տեղից։ Ու ինչի համար, ով է զակաշչիկը, ում կամքով են եկե այս մարդին իր ընտանիքի, իր տարածքի մեջ գյուլում։ Չի կարելի, վերջո մարդիկ հավ չեն։ Սա կարգ կանոն պետք է լինի, ժողովրդավարություն պետք է լինի, ամեն օր ստից տելևիզորով խոսում են, տուֆտիտ են անում, ես են անում, են անում, մարդկանց աչքերը փակելով չի կարելի, մարդ են չէ, մարդիկ ապրում են, կյանք են տեսնում, ժողովրդականություն կա, սեր կա, միություն կա, ոնց կարելի է մարդկանց խաբել։ Մենք պահանջում ենք, ես գյուղի անունից ասում եմ, իմ ընտանիքի անունից, իմ բոլոր հարգող սիրող ընկերների, հարազատների, մեր Մերձավանան, այս մարդիկ պետք է պատժվեն, ոնց որ պետք է, պետության կողմից, օրենքով, զակոնով, ժողովրդի առաջ։ Եթե ժողովրդի առաջ չեղավ այս բանը, մենք ոչ մեկին չենք հավատում ու սա մեր համար պետություն չի։ Ավելի լավ է թուրքանանք, մեր ազգը վերանա, քան ստեսևի ապրենք։ Ես ուրիշ ասելիք չունեմ։ Եթե դրանից ավել ինչ-որ բան պետք լինի, էլ ինչ պետք լինի, արդեն ելավ պրծավ։ Ամեն ինչ արեցին, այս մարդը եկավ իր կյանքը զոհեց իր ժողովրդի համար։ Դրանից ավել բան կա։ Ոնց որ 40 օրվա պատերազմին կամ 5000 զինվոր տարան Սպանի Ղարաբաղն էլ տվեցին, հիմա այդ թուրքը վաղը թողա մեզ էլ լրիվ, սա աղիս ինչ ուզեն անի թող էտա։ Նույնը սրանք են անում, սա ոնց կլինի այս բան։ Սա չի կարելի, ժողովուրդ ջան, չի կարելի, պետք է մենք համախմբված լինենք։ Մենք մի մարդու նման կանգնած մնալու ենք մինչև վերջ։ 70 տարի ստեղծվել է այս մեր Մերձավանը, ու տես 100 տարի էլ անցի, 1000 տարի պետք է գործի, պետք է գնա առաջ, պետք է լինի սեր, միություն, ընկերություն